Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ թանկագին հետևորդներ ջան, Աստծո լույսը անպակաս լինի բոլորիս օջախներից, բարի լույսը այն միշտ նվեր է մեզ համար Աստծո կողմից, սիրելիներս, համեցեք կոֆե խմելու, համով հոտով կոֆե խմելու, հիմա կաղամ թարմը կոֆե և ինձ համար կդնեմ և ձեզ համար, ամենահամեղը առավոտվա մանավանդ հատիկավոր կոֆեն, որ աղում ենք և դնում ենք, ձեզ համար էլ եմ դնում, համեցեք, միասին կոֆե խմելու, ձեզ բան ունեմ ասելու, սիրելիներս, թանկագիններս, այսօր ես եմ կոֆեն դնում, որովհետև առավոտ շուտ է, Մարինես քնած է, կոֆե եմ դնելու և ձեզ հետ մի համով հոտով զրույց անելու, դե հիմա կոֆեն դնեմ գազ օջախին, արդեն դրեցի սիրելիներս, համեցեք կամանց եկեք մեր պատշգամբ, կոֆեն խմենք և մի համով զրույց անենք, տեսեք այսօր ինչ է ձեզ ասելու ձեր շատ սիրելի, բարի տիկին Մարինեն իր բարի սիրելի հետևորդներին, կամանց արդեն եփում է կոֆեն, բարձրացավ մի հատ խառնեմ, արդեն եփվեց սիրելիներս, անջատեմ, կոֆեն վերցնեմ, գնանք տիկին Մարինեի պատշգամբ, համեցեք, թանկագին հետևորդներ, դեմքով սիրով ողջունում եմ բոլորիդ, թող բոլորիս լուսաբացը լցված լինի Աստծո օրհնությունով, խաղաղ, հույսով, հավատով, դրական, ուրախ, երջանիկ օր եմ մաղթում բոլորիս, սիրելիներս, կոֆեն բերել եմ արդեն, հավաքվեք, եկեք տիկին Մարինեի հետ, խմենք մեր անուշաբույր համով հոտով թարմ աղացած կոֆեն, սիրելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքով սկսեմ, շնորհակալ եմ բոլորիցդ, ձեր բարի, ջերմ, գեղեցիկ, դրական, անուշ խոսքերի համար, փառք եմ տալիս Աստծուն, որ ունեմ ձեզ նման լավ մարդիկ իմ կյանքում, շնորհակալ եմ բոլորիցդ, Աստված առատապես օրհնի բոլորիդ, ես լավ եմ սիրելիներս, հույսով եմ դուք էլ եք լավ, ցանկանում եմ միշտ լավ լինեք, իմ բարի հետևորդներ, այսօր եղանակը մեզ մոտ մի քիչ քամոտ, մեկ մռայլ, մեկ արևոտ, մի փոքր էլ ցրտոտ է, ամբողջ գիշեր անձրև է եկել սիրելիներս, ուզում եի այսօր ձեզ հետ կիսվել, նստել մեր բանջարանոցում, պարտեզում և ձեզ հետ զրուցել, բայց որ անձրև է, առավոտ շուտ է, սիրելիներս, դեռ չի չորացել, խոտը դեռ թաց է, խոնավ է, շաղ է, որոշեցի այս անգամ էլ մեր պատշգամբում, ինչքան ժամանակ է, մեր պատշգամբում ենք խմում կոֆեն, կոֆե խմենք, համ էլ այս գեղեցիկ ծաղիկների տեսարանով զրուցենք, վայելենք այսօր մեր պատշգամբի գեղեցիկ ծաղիկները, ինձ հետ միասին, իսկ հիմա ուզում եմ անցնել, թե ինչի մասին էի ուզում այսօր ձեզ հետ կիսվել, ասել, խոսել, ուզում եմ նաև շնորհակալական խոսքս ասել Անահիտ Ալեքսին, շնորհակալ եմ Անահիտ Ալեքս ջան, էջս բարձրաձայնելու համար, անսահման շնորհակալ եմ, Աստված առատապես օրհնի,
ընտանիքդ եւ այդ գեղեցիկ մինուճար Ալեքսիդ պահի եւ պահպանի։ Շնորհակալ եմ, որ կա քեզ նման բարի, կամեցող տեսակի մարդ։ Այո, միշտ պետք է մարդ լինի բարի, կամեցող։ Սիրելիներս, ես ինքս գիտեք, բավականին ժամանակ արդեն շփվում ենք օնլայն հարթակում, ծանոթ եք ձեր սիրելի տիկին Մարինեին, թե ինչքան բարի եմ, առատաձեռն եմ, ինչքան կամեցող եմ, դրական եմ։ Դուք էլ իմ հանդեպ եք դրական, ընտանիքիս հանդեպ, լավ խոսքեր եք գրում, հարգում սիրում եք և միշտ հետևում եք, իմ բարի հետևորդներ ջան, Աստված ձեզ էլ առատապես օգնի։ Սիրելի հետևորդներ ջան, մեկս մեկով պետք է իրար օգնենք, ինչպես մեր Անահիտը ասեց իր հոլովակում, եկեք օգնենք, որ չհոգնենք։ Շատ լավ միտք է և իր համար էտալոն է։ Իսկ ես էլ կասեմ, որ միշտ ասում եմ, եկեք լինենք բարի, բարությունը աշխարհը փրկում է։ Սա էլ իմ խոսքը, սիրելիներս, միշտ ասում եմ ու կասեմ։ Թանկագիններս, ես ի ծնե եմ, բարի եմ ծնվել և միշտ մայրս իր խորհուրդների մեջ բարություն է սերմանել, մեծերի նկատմամբ հարգանք է սերմանել։ Եթե մեծը կանգնած է դու նստած ես, պետք է հարգես, վեր կենաս, մեծը նստի։ Բարությունը, այո, ի ծնե է գալիս և փոքրուց պետք է երեխային սերմանես բարություն ունենա, բարի լինի և հարգանք ունենա մեծի նկատմամբ։ Միշտ գովաբանում եք ընտանիքիս ջերմության համար, սիրո համար, որ մեկս մեկին հարգում ենք, սիրում ենք, այո, սիրելիներս, ընտանիքումս Աստծո լույսն է, Աստծո սերն է, մեկս մեկին հարգում ենք, սիրում ենք, մեկս մեկի խոսքն ենք հարգում, մեծ ու փոքր ենք իմանում, երեխաները գիտեն մեր տեղը, մենք էլ գիտենք մեր երեխաներին արժեքավորել, գնահատել, սովորեցնել ինչը չգիտեն, ուսուցանել ինչը չգիտեն, բացատրել, սիրելիներս, երեխային պետք է բացատրես, ասես, սովորեցնես, որ երեխան սովորի։ Սիրելի հետևորդներ ջան, դուք քաջ գիտեք, որ ես 27 տարուց ավել, հոկտեմբերին կլինի 28 տարի, ապրում եմ Ռուսաստանում, դեռ 88 թվականից եմ եկել գնացել, որ հաշվենք արդեն կլինի համարյա 30 տարի շուտով, բայց ես որ մնացել եմ, արդեն հաստատվել ենք այստեղ, արդեն 27 տարին լրանում են, բայց իմ երեխաները հայ են մնացել, հայի կարգ ու կանոնով ենք շարժվում, թոռներս ծնվել են բոլորն էլ, վեցն էլ Ռուսաստանում, բայց հայի դաստիարակություն ունեն, հայավարի են ապրում և հայի արյուն կա իրենց մեջ։ Ուզում եմ ձեզ ասել, որ շատ սիրում եմ ձեզ։ Գնահատել և լինել գնահատված, դա մեծ պատիվ է բոլորի համար։ Եթե անում ես գործ և չես գնահատվում, դա ոնց որ կարող է ցույց չտաս, բայց հոգուդ խորքում ցավ է քեզ պատճառում։ Դրա համար ես միշտ գնահատում եմ մարդկանց արածը, բարությունը, իսկ չարության դեպքում ասում եմ բարին քեզ հետ։ Չար մարդը, որ ծնվում է, արդեն չար է, այրա մեջ չարություն կա, երբեք բարություն չի կարող անել։ Իմ բարի հետևորդներ, խմեք սառեց կոֆեն։ Սիրելիներս, նազելին նազնել է ինձ օգնել։
Նազելի Նազը իմ Արտաշացին է, տարբեր գյուղերում ենք ապրել, բայց ես ճանաչել եմ իր յութուբյան ալիքի միջոցով։ Միշտ նայում էի, հետևում էի, լայքում էի, բաժանորդագրվել եմ։ Որոշեցի, որ ես էլ ունենամ յութուբյան ալիք, դա էլ մեկ ուրիշ հոլովակում պատմեմ, թե ինչու որոշեցի։ Եկավ մի պահ, որ ալիքս շատ լավ դիտողներ ուներ, ամեն ինչ նորմալ էր, կարգին էր, բայց ես ինքս եմ մեղավոր, ձեռքս հպվեց ալիքին և ալիքը մաքրվեց, ջնջվեց։ Այդ ժամանակ, գիտեք, նորեկ էի, արդեն ոգևորված, դիտողները ամեն օր շատանում էին, ամեն օր մի խոսքով, անգամ լաց եմ եղել, հիշեցի Նազելիին, գիտեք, Աստված ինձ հիշողություն բերեց և Նազելիին գրեցի, նա իր համարը թողեց, անձնական, ես շփվեցի, ասեցի, բացատրեց, ասեց ոնց անեմ, ինչ անեմ, մի խոսքով չէր ստացվում։ Գիտեք ինչ, ինձ ուղղորդեց, որ ես դիմեմ Ստեփան Մարգարյանին, բոլորդ էլ ճանաչում եք, ես անկեղծ եմ, ես ձեզ հետ անկեղծ կիսվում եմ, սիրելիներս։ Ես գրեցի Ստեփան Մարգարյանին, նորից Նազելին ինձ տվեց, իհարկե երևի կապ էր հաստատել Ստեփանի հետ, ասել էր թող գրի, ես գրեցի, WhatsApp-ով նա ինձ պատասխանեց, ստեղ մտեք, ընտենց արեք, այնպես արեք, լրիվ կարգ ու կանոնը ինձ բացատրեց, արդեն դե չէի կարող վերականգնել, չվերականգնվեց ալիքը, որովհետև արդեն լրիվ հոլովակներ, ամեն ինչ էր մաքրվել, սիրելիներս, բայց զատո իրենք ինձ օգնեցին, ցույցում տվեցին, որտեղ մտնեմ, ոնց անեմ, որի համար անչափ շնորհակալ եմ, թող իրենց ալիքը բարձրանա, միլիոնների հասնի, սիրելիներս, թե Նազելիից, թե Ստեփանի և թե Անահիտ Ալեքսի։ Ես մանանայի հատիկը, որ հողի մեջ է ընկնում, բարգավաճում է, միտեղ լավ է աճում, փարթամ է լինում, միտեղ ավելի փարթամ, միտեղ չորանում է, բայց ինձ մոտ, եթե մեկը ինձ, սիրելիներս, ես այնքան շնորհակալ լինող մարդ եմ, եթե մի փոքր ինձ օգնում են, ոնց որ հայերն են ասում, լավություն են անում, ես միշտ շնորհակալ եմ, ես միշտ գոհանում եմ, որ ինձ մի փոքր լավությունը արեցին, ճիշտ է, ալիքը չվերականգնվեց, ես նոր ալիք, երկրորդ ալիքն, այս ալիքը երկրորդ անգամ եմ բացել, բայց մարդիկ ամեն վայրկյան, ամեն րոպե, քանի օր անընդհատ ինձ ուղղորդում էին, սենց արեք տիկին Մարինեն, ենց արեք, բա ոնց շնորհակալ չլինեմ, բա ոնց չասեմ, Աստված ջան, ինչպիսի բարի մարդիկ կան իմ կյանքում, որի համար շնորհակալ եմ, առատորեն օրհնվեն։ Այսօրվա իմ թեման, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, հենց այդ բարության և ինձ օգնելու թեման է։ Օգնելը որն է, ուղղորդեց, բարձրաձայնեց և բավականին նոր բաժանորդներ ունեմ, որի համար կրկին անգամ բոլորիդ շնորհակալություն եմ ասում։ Բոլորիդ սիրում եմ իմ ալիքի բոլոր հետևորդներին, փառք Աստծո, ես ունեմ ամենալավը, ամենաբարի բաժանորդները, սիրում եմ ձեզ բոլորին։ Սիրելիներս, գիտեք ինչ, մի նրբություն էլ կա, եթե մենք ուզում ենք, որ մեզ բարություն անեն, ինչ-որ թեկուզ բանջարանոցից ուզում եմ քաղեմ մեկին հայ են այստեղ ապրում, ոնց է կամենամ, տամ, լիքն է, տեսեք այդքան փակում ենք, փակոցներ աղջկաս եմ տալիս, լիքն է, առատորեն բերք ունենք, ինչու չտամ, ամենալավն եմ տալիս, թանկագիններս, սիրում եմ լավը տամ, սիրում եմ անել գեղեցիկը, սիրում եմ նվիրել ամենաթանկն ու
ամենագեղեցիկը, որ Աստված ինձ էլ տա ամենալավը, ամենագեղեցիկը, ամենա լավ օրերը, առողջություն, հաջողություն ընտանիքիս, երեխաներիս, թոռներիս տա։ Շնորհակալ եմ ընտանիքիս համար, թոռներիս համար, աղջկաս, փեսայիս, բոլորի համար։ Եվ ձեզ, եւ իմ ընտանիքի անդամներին ամենաբարին եմ ցանկանում։ Բարու մեջ ապրեք, Աստծո մեջ ապրեք, խաղաղություն ունենաք ձեր հոգիներում, բարություն անեք, լավություն անեք, սիրելիներս, բարությունն է հիշվում։ Մեկ է այս աշխարհում ոչինչ չենք տանելու։ Մերկ ենք եկել այս աշխարհ, մերկ էլ գնալու ենք, բայց մի բան ենք տանելու մեզ հետ։ Լավ անուն եւ վատ անուն, աշխատենք սիրելիներս, լավ անուն տանենք եւ մեր երեխաներին, թոռներին, մեր ժառանգներին թողնենք մեր լավ անունը, որ միշտ հպարտ եւ բարձր քայլեն, չամաչեն մեր համար, մեր անունը տալուց միշտ լավը հիշեն, միշտ բարին հիշեն, բարին ձեզ հետ։ Այսօր որոշել էի իմ շնորհակալական խոսքը ասել եւ ոչինչ չպատրաստել։ Ոչ մի կերակուր չեմ պատրաստելու, ոչ մի ուտես չեմ պատրաստելու, պատրաստացում ենք այսօր ձեզ հետ կզրուցեմ միայն, բայց վերջում ցույց կտամ, թե ով է ինձ հյուր եկել, սիրելի հետևորդներ ջան, ինձ հյուր է եկել իմ թոռնուհին եւ թոռնիկը, Խաչատուրը, դուք լավ գիտեք Խաչատուրին, հոլովակներիս մեջ կա, երեկոյան է եկել, մի պահ ցույց կտամ, որ ձեզ բարևում է, երեկ եգիպտացորեն ենք խաչել, երեկոյան նստած ընտանիքով եգիպտացորեն էինք ուտում, ես Խաչատուրս որոշեց, որ բարևի ձեզ, հետաքրքրվում էր, տատի իմ անունը հեչ տալիս են հոլովակներում, ես էլ ասեցի հիմա քեզ կնկարեմ այդ պահին դու բարևի ձեռքով, սիրով բարևում է ձեզ սիրելիներս, գիտեք միշտ հարցնում է, միշտ զանգում է, հետաքրքրված է իմ ալիքով եւ ուրախանում է, որ հարցնում է տատե, այսօր բաժանորդները քանի հոգի ավելացան։ Խաչատուր, քեզ վաղ զադանյա եմ տալի։ Քանի որ տունը տղամարդ չկա, կարտոշկան կքանդես։ Մենք շաբաթօրներ ենք աշխատելու։ Լոբիները կջրես։ Վարունը կջրես։ Այնտեղ ցանած գինձ ունեմ, ինքը ուկրոպ։ Ուկրոպ սիրում ես գիտես ինչ։ Այդնանք սա կջրես։ Հեսա։ Մինչև գործից գամ, դարոց ստուգեմ, սա ջրածում։ Ասաբատեղը ինչ եք ինձ տալու։ Ինչ կտաս հետո քերագին ինձ։ Ուրաժայ քաղաքեմ կտանես։ Պայջոտ։ Պայջոտ։ Չէ, բա շաբաթօրը քեզ ինչ են խոստացել, քերի։ Խորոված։ Դե խորովածը զուտ շատ աշխատես։ Կաշխատի իմ տղան։ Հիմա դադրճանն կջրես։ Սաղ կջրես։ Այսպիսի ուրախ հումորային նոտայով էլ ավարտում եմ այսօրվա հոլովակը։ Ստեսություն իմ թանկագին հետևորդներ, մինչ նոր տեսանյութ։